Բարև ձեզ, եթերում Եվրոպական հեռանկար հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Եվրամիության և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը։ Հաղորդումը պատմում է Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի ու մոտեցումների, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին։ Այս անգամ մենք կանդրադառնանք Հայաստանի կրթության և դաստիարակության ոլորտի բարեփոխումներին, որոնց աջակցում է Եվրոպական միությունը։ Մինչ այդ, Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի հասարակական քաղաքական կյանքի օրակարգի մասին մեկ պարբերությամբ։ 2010 թվականին մեկնարկեց Եվրոպական միության Twinning ծրագիրը, որն աջակցում է Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի նախագծմանը, գնահատման կարողությունների հմտությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը վերլուծել և գնահատել է 580 օրենքներ և որոշումներ։ Կարողությունների զարգացման և փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են Հայաստանի քաղաքացիական ծառայողների ուսուցողական այցեր Ֆինլանդիա և Էստոնիա։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը շնորհավորեց ներկաներին նախագծի արդյունավետ ընթացքի և ավարտի կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատանքը, շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիայի Հաուս հանրային կառավարման ինստիտուտին համագործակցության համար։ Այս Twinning ծրագիրը կօգնի պետական կառավարմանը, ավելի թափանցիկ կդարձնի պետական գործառույթները և կթեթևացնի բիզնեսի պետությանն առնչվող ադմինիստրատիվ բեռը։ Հետ և պատկերացնել թե ինչ պետք է անի, ոնց պետք է անի կարգավորման ազդեցությունը և ընդհանրապես ոնց պետք է մոտիկանա նորմատիվ ակտի մշակման գործընթացին։ Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը Twinning-ի միջոցով։ Ծրագիրը ևս իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հանրությանը ներկայացրեց Armstead Bank AM տվյալների նոր բազան, որը ստեղծվել է այս ծրագրի շրջանակներում։ Armstead Bank AM-ը վիճակագրության բոլոր սպառողներին հնարավորություն կտա վիճակագրական տվյալները ներբեռնել իրենց նախընտրելի ձևաչափով։ Տեխնոլոգիայի հիմքում օգտվողի համար հարմարավետ ծրագիր է, որը մշակվել է Շվեդիայի վիճակագրության հաստատությունը։ Այն օգտագործվում է ավելի քան 40 ազգային վիճակագրական հաստատություններում և միջազգային կազմակերպություններում։ 2011 թվականին իրագործվող 100 Twinning ծրագրի հաջողված է համարել 4 Twinning ծրագրեր, որոնց մեջ է Հայաստանի վիճակագրությանը օժանդակություն ցուցաբերող Twinning ծրագիրը։ 2010 թվականին Երևանի պետական համալսարանում մեկնարկել էր Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրված Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի առաջին կուրսը։ Այժմ համալսարանը հյուրընկալեց նույն ծրագրի արդեն երկրորդ խմբի ուսանողներին։ Այն նպաստում է ուսուցման մակարդակի բարձրացմանը, բուհական մակարդակի ինտեգրմանը, նոր հարաբերությունների ձևավորմանը, քանի որ ծրագրին մասնակցում են ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից։ Եվրոպական միության մարդու իրավունքների և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը մեծ հնարավորություն է ուսանողների համար։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության մասնակից երկրների առաջատար համալսարանների կողմից՝ Երևանի պետական համալսարան, Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Բելարուսի պետական համալսարան, Մոլդովայում Եվրոպական քաղաքական և տնտեսական հետազոտությունների համալսարան։ Երևանում 1 տարի սովորելուց հետո ուսանողներն իրենց ուսումը կարող են շարունակել այդ համալսարաններից որևէ մեկում։ Ծրագրի մասին ավելի մանրամասն կպատմենք մեր այս թողարկման ընթացքում։ Այս ծրագրում ընդգրկված են ուսանողներ Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելոռուսից, Ուկրաինայից, Տաջիկստանից։ Մագիստրոսական այս ծրագրին դիմել էին 95 ուսանողներ, որոնցից ընդունվել են միայն 29։ Այժմ մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի մասին։ Ապագա մագիստրոսներին և ծրագրի կազմակերպիչներին հանդիպել է Արտակ Վարդանյանը։ Ես Իրինա Պիժևսկայան եմ Մոլդովայից, եկել եմ այստեղ և կատարվել է իմ երազանքը։ Ես Կորնելա Շտեֆանեցն եմ Մոլդովայից, ես Քսենիա Միրոնովան եմ Տաջիկստանից, ես Իրինա Գորոշկոն եմ Բելարուսից։ Արևելյան գործընկերության 4 պետություններից 29 ուսանողներ Հայաստանում սովորում են մագիստրոսական աստիճան ստանալու համար։ Նրանք ընտրվել են միջազգային մրցույթի արդյունքում 95 դիմորդներից։ Սա մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրն է, որն իրականացնում է Եվրոպական միությունը արևելյան գործընկերների հետ։
Շնորհակալություն շատ ջան։ Մասնագիտության միջազգայնագետ մոլդովացին ուսումն ավարտելուց հետո իմացավ այս ծրագրի մասին, հետաքրքրվեց եւ ահա Հայաստանում է։ Այս պրակտիկան լրիվ նոր է ինձ համար, դրա համար էլ սա ինձ համար առանձնահատուկ կրթություն է։ Այնինչ անցել եմ իմ առաջին բուհում, հիմա կատարելագործում եմ, նոր հմտություններ եմ ձեռք բերում, որոնք հետաքրքիր են ու կարևոր։ Ապրում ու սովորում են մեկ հարկի տակ, մեկ թիմի պես։ Առանձնատան արտասովոր իրարանցումը գնալով մեծանում է, առջևում քննություններ են։ Ես հուսով եմ, որ վերջում կհայտնվեմ մարդու իրավունքների կամ համանման ոլորտի հետ կապված հասարակական կազմակերպությունում։ Եվ ես համոզված եմ, որ իմ դասախոսները, կոլեգաները կօգնեն այդ հարցում։ Հարավային Կովկասում բացառիկ մագիստրոսական այս ծրագիրը արդեն երկրորդ տարին իրականացվում է Հայաստանում։ Արդյունքում համագործակցում են նաև Արևելյան գործընկերության երկրների առաջատար կրթական հաստատությունները՝ Երևանի պետական համալսարանը, Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանը, Բելարուսի պետական համալսարանը, Մոլդովայի եվրոպական քաղաքականության և տնտեսական հետազոտությունների համալսարանը։ Արտուր Գազինյանը Երևանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն է և մարդու իրավունքներ և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրի ղեկավարը։ Նրա կարծիքով սա ոչ միայն կրթական ծրագիր է, այլև եվրոպական արժեհամակարգի ինտեգրում։ Ընկալում ենք պատրաստել քաղաքացիական գիտակցություն ունեցող քաղաքացիներ, պատրաստ պայքարել իրենց գաղափարների համար, անկոնտրոլ կամք, արժեքային համակարգ, կայուն կոնստանտ արժեքային համակարգ։ Շատ ուրախ եմ ջան։ Ուխ տի, Ծրագրի մասնակից ուսանողների համար նույնիսկ հարևաններն են անհանգստանում, ուսանող են, քննության են պատրաստվում, ուժեղ սնունդ է պետք։ Շաշլիկ, это отличная пища для ума. Խորովածը հիանալի սնունդ է ուղեղի համար, վաղը կարևոր պրեզենտացիա ունենք և խորովածը կօգնի մեզ ավելի բարձր գնահատական ստանալ։ Мне кажется, что после шашлыка мы сдадим ее намного на лучшую оценку, чем без него. Դասընթացները տևելու են 2 տարի։ Երևանում 1 տարի ուսանելուց հետո մասնակիցներն ուսումը կշարունակեն գործընկեր համալսարաններից մեկում, ապա կաշխատեն մագիստրոսական թեզի վրա։ Երկրորդ տարվա առաջին կիսամյակում ուսանողները պետք է ընտրություն կատարեն ըստ մասնագիտացման։ Մենք դարձել ենք Հայաստանում կրթության ոլորտում իննովացիոն կենտրոն, գաղափարական նորարարությունների կենտրոն և բարեհաջող ընթացքի պարագայում պատրաստվում ենք այս մոդելը ներկայացնել ԵՊՀ այլ ֆակուլտետների։ Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում ծրագրի մասնակիցները բացի դասաժամերից ներկա են լինում նաև ոլորտին առնչվող սեմինարների, կոնֆերանսների ու քննարկումների։ Դասախոսները ԵՊՀ առաջատար մասնագետներն են, ոլորտում հայտնի դեմքերն ու դրսից հրավիրված դասախոսները։ Այսօր շատ հետաքրքիր դաս ունեցանք, նախորդ 2 շաբաթների ընթացքում սովորել էինք ակադեմիական աշխատանքներ գրել, իսկ այսօր մեր այդ աշխատանքների պաշտոնական ներկայացումներ։ Ես հուսով եմ այս կրթությունը կօգնի մեզ լավ աշխատանք գտնել, ես կփորձեմ ինձ գտնել որևէ ոլորտում։ Ծրագիրն իրականացնողներն ամեն ինչ արել են որակյալ կրթություն ապահովելու համար, մնացածն արդեն ուսանողների ձեռքերում է։ Մենք կրկնակի կրճատեցինք կիսամյակի ընթացքում դասավանդվող առարկաների թիվը, որը համահունչ է անգլիական կրթական համակարգին կիսամյակի ընթացքում 4-5 առարկա ընդամենը։ Լսարանային ժամերը փաստացի կրճատվեց 30%-ով։ 29 հաջողակները վստահ են ժողովրդավարացում այլընտրանք չունեցող կառավարման մոդել է, մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնահերթ խնդիր։ Կազմակերպիչները գնահատելով ուսանողների նպատակասլացությունը աշխատում են ամեն կերպ շահագրգռել նրանց։ Ունենք Հարավային Կովկասում ամենահարուստ ռեսուրս կենտրոնը, արդեն միացել ենք էլեկտրոնային ռեսուրս կենտրոններին, որը տալիս է հնարավորություն ուսանողներին նաև գտնվելով համալսարանից դուրս օգտվել այդ գրականությունից։ Ժողովրդավարացման ճանապարհին Իրինա Պիժևսկայան իր երևանյան կյանքում արդեն ունեցել է առաջին անձնական հաջողությունը՝ սիրահարվել է, վստահեցնում է, որ քննությունից առաջ դա նույնիսկ օգտակար է։ Մենք լրացնում ենք միմյանց, և ես վստահ եմ, ամեն ինչ շատ լավ է լինելու և ուսման հարցում, և անձնական։ Եվրոպական միության մարդու իրավունքների և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը ավելի քան 1 միլիոն եվրո է։ Այս տարի ծրագրի կազմակերպիչները աշխատում են ուսումնական ուղևորություններ և մագիստրոսական թեզի պաշտպանություններ իրականացնել եվրոպական երկրներում։ Ամեն ինչ կախված է ուսանողից։ Մենք մեր կողմից տալիս ենք ամեն հնարավորը իրենց։
Մեր հաջորդ պատմության հերոսների անունները փոխված են։ Նրանք այժմ մասնագիտական օգնություն են ստանում Եվրամիության ֆինանսավորմամբ ստեղծված վերականգնողական կենտրոնում։ Ծրագրի եւ կենտրոնի աշխատանքների մասին պատմում է Անի Ստեփանյանը։ 17-ամյա Հայկը Հայօգնության ֆոնդի վերականգնողական կենտրոնում հայտնվելու պատմությունը բաց դեմքով պատմել չի ուզում։ 5 ամիս առաջ օրենք է խախտել։ Քրեական գործ չի հարուցվել եւ ոստիկանությունը նրան բերել է օրենքի հետ խնդիր ունեցող անչափահասների ռեաբիլիտացիայի կենտրոն։ Որ ագրեսիվ մարդ է ու հով ընդգրկվեցի սկզբից հոգեբանների հետ աշխատանքներ գնացին։ Ահագին փոփոխություններ տեսնում եմ, հոգեբանների զրուցել, իմ ագրեսիան ահագին իջել։ Առաջ պատասխանում եմ իմ ծնողներին, ոչ միայն իմ ծնողներին, ով ինձ ինչ ասում էր, պետքա պատասխան տալ, չի կարող ինձ զսպեի կամ, բայց հիմա այդ բանը կա, զսպում եմ ինձի, ասենք եթե մի բան իմ սրտով է չի, հաշտվում եմ։ Եվրամիության ֆինանսավորմամբ ստեղծված վերականգնողական կենտրոնի շահառու 17-ամյա Էրիկն այժմ փոխօգնության ծրագրին է մասնակցում։ Երեխաների կողմնորոշման կենտրոնի փոքրիկների համար ներկայացումներ է բեմադրում, հեքիաթներ կարդում։ Սկսվեցին գարնանային անձրևները, ամեն կողմից ջուր էր հոսում։ 2 շաբաթ առաջ Էրիկը չէր ուզում ապրել։ Սոցիալական խնդիրներին գումարվել էր ոստիկանական հաշվառումը, բայց այստեղ գտան նրան օգնելու ճանապարհը։ Սոցիալական աշխատողը երբ որ սկսել աշխատել, անմիջապես հասկացել ենք, որ նրան պետք է հոգեբանական աջակցություն։ Առաջին հերթին կազմակերպել նրան հոգեբանական աջակցությունը, կենտրոնի հոգեբանը սկսել է աշխատել իր հետ։ Սոցիալական աշխատողները միաժամանակ սկսել են աշխատել ընտանիքի հետ։ Ընտանիքում նույնպես կան բազմաթիվ խնդիրներ, բայց քանի որ ընտանիքում տեսանք, որ չկան այն ռեսուրսները, որոնց վրա կարող ենք հիմնվել եւ խնդիրները լուծել, մենք որոշեցինք, որ ավելի շատ զարգացնենք Էրիկին։ Հովի օգնությամբ Էրիկը թատերական ստուդիայում արդեն մասնագիտական կրթություն է ստանում։ 2 շաբաթ վերականգնողական կենտրոն հաճախելուց հետո հաստատ որոշել է, որ կյանքը նոր սկզբունքով է շարունակելու։ Չպետք է անեմ այն, ինչից որ հաստատ վնաս եմ ունենալու։ Ինչը որ հանրության մեծամասնության կողմից սխալ է, այսինքն այդ կլինի հանցանք, չգիտեմ։ Այդ ամեն ինչը ես ուղղակի ուզում եմ ընդհանրապես իմ աշխարհից, իմ ներքին աշխարհից ջնջել, չկա տենց հասկացողություն, մեղք, հանցանք։ Ուզում եմ ապրել ուղղակի պարզ, հասարակ, մաքուր, անմեղ կյանքով։ Իրավախախտում կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնը ստեղծվել է Հայօգնության ֆոնդի երեխաների կողմնորոշման կենտրոնի բազայի վրա։ Եվրամիության ֆինանսավորած ծրագրի բաղադրիչներից մեկն է։ Անչափահասների արդարադատության հիմնախնդիրները ուսումնասիրող ծրագրով մեկ կենտրոն էլ Աբովյանում է ստեղծվել։ Վերականգնողական 2 կենտրոնները մեկ տարում օրենքի հետ խնդիր ունեցող 100-ից ավելի անչափահասների են ընդունել։ Շատ ավելի արդյունավետ է, երբ օրենքի հետ խնդիր ունեցող երեխայի հետ վերականգնողական ծրագրեր ես իրականացնում, նպատակ ունենալով, որ երեխան հնարավորություն ունենա վերանայելու սեփական վարքագիծը եւ այլևս չկրկնելու դա։ Կանխում ես ապագայում կրկնությունները նմանատիպ վարքանմուշների։ Ոչ թե պատժել, այլ վերականգնել։ Անչափահասների արդարադատության հարցերով Եվրամիության ծրագրի հիմնական կարգախոսն է։ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում 13 անչափահաս, 20-ն էլ կալանավորված են ու սպասում են դատաքննության ավարտին։ Եվրամիության ծրագիրն իրականացնող Քաղաքացիական հասարակության ինստիտուտում համոզված են, անչափահասների դեպքում գործը դատավարության պիտի չհասնի։ Սա է հռչակում նաև երեխաների իրավունքների կոնվենցիան։ Անչափահասների նկատմամբ պետք է կիրառվեն շատ այլընտրանքային պատժի միջոցներ, հա։ Ընդհանրապես միջազգային ստանդարտներով ազատազրկումը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, ինչ որ բացառիկ դեպքերում եւ հնարավորինս կարճ ժամկետով։ Մեզ մոտ ցավոք սրտի դա հաճախ չի գործում, ազատազրկումը դեռևս շատ է կիրառվում։ Եվրամիության ծրագիրն իրականացնող 3 կազմակերպությունները ուսումնասիրել են անչափահասների արդարադատությանը վերաբերող օրենսդրական բացերը։ Մինչև 18 տարեկաններին պետք է քննել ու դատել այլ չափանիշներով։ Ձերբակալումը 72 ժամի փոխարեն պետք է 24 ժամ լինի։ Կալանքը 6 ամսից ոչ ավելի, հարցաքննությունը առավելագույնը 2 ժամ։
Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը գործընկերների հետ առաջարկությունների փաթեթ է մշակել ազգային ժողով ներկայացնելու համար։ Խորհրդարանից պատասխանել են, որ քրեական դատավարության նոր օրենսգրքում հաշվի կառնեն դրանք։ Քրեակատարողական հիմնարկին արած առաջարկություններն արդեն սկսել են արդյունք տալ։ Մեր դիտողությունից մեկը վերաբերում էր անչափահաս կալանավորվածների կրթական իրավունքներին։ Եթե տեղյակ եք, Աբովյան քրեակատարողական հիմնարկում կա հանրակրթական դպրոց, որտեղ հաճախում էին դատապարտված անչափահասները, բայց կալանավորված անչափահասների մասով այդտեղ խնդիր ունեինք եւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ քննարկումների արդյունքում ընդունվեց, որ դա իսկապես խնդիր է եւ արդեն այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվում են։ Եվրամիության ծրագիրը կարևորում է նաև անչափահաս դատապարտյալների եւ կալանավորների մասնագիտական կրթության հարցը։ Թեմիկ Խալափյանը արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի ղեկավարն է։ 12 տարի է անչափահասներին խեցեգործություն ու փայտարվեստ է սովորեցնում։ Նրան նախկին դատապարտյալ սաներից մեկն այժմ Իսպանիայում է, հայտնի եւ հարուստ խեցեգործ է ու Եվրոպայով մեկ անհատական ցուցահանդեսներ է բացում։ Այստեղ շատ կարևոր տարիք է աշխարհահայացքի ձևավորման շրջանն է։ Օգնել, որպեսզի այդ աշխարհահայացքի ձևավորումը ճիշտ լինի։ Նրանց միջավայրը պահել այնպեսին, որպեսզի իրաց մոտ չտպավորվի այս ամբողջ ազատազրկման բան։ Դա է մեր նպատակը, որ երեխան ինքը կարողանա ինքնուրույն իր հանապազորյա հաց վաստակի եւ այդ գողությունը նրան վնասելու իր համար ապրելակերպ չդարձնի։ Թեմիկ Խալափյանի ծրագրերը խեցեգործությամբ ու փայտի փորագրություններով չեն ավարտվում։ Երազում է քրեակատարողական հիմնարկում կրթական մի ամբողջ հաստատություն ստեղծել, բայց գիտակցում է, որ դա հնարավոր կլինի միայն միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Նոր կրթարանում եւ տարածքը մեծ ու հարմար կլինի եւ ուսուցումը դատապարտյալների ու կալանավորվածների համար պարտադիր կդառնա։ Իսկ այժմ տեղ գրեթե չկա։ Անչափահասներն էլ իրենց հայեցողությամբ են հաճախում։ Գիտեք, դա շատ անհրաժեշտ է երեխաներ կան, որոնք որ չեն գիտակցում դրա բանը, հետո են գիտակցում։ Եվրամիության եռամյա ծրագրով նախատեսված հաջորդ գործնական քայլը անչափահասների գործը քննող մասնագետների վերապատրաստումն է։ Դատարաններում այժմ օրինախախտ երեխաների քննությունն իրականացնելու համար միայն մեկական դատավոր կա նշանակված, բայց ծրագիրն իրականացնող կազմակերպությունները համոզված են, որ հատուկ ուսուցում պիտի անցնեն նաև դատախազները, քննիչները, ոստիկանության աշխատակիցներն ու փաստաբանները։ 100 մասնագետների ուսուցանելուց հետո ծրագիրն իրականացնողները առաջարկելու են, որ անչափահասների գործերը Հայաստանում քննեն միայն վերապատրաստվածները։ Առաջիկայում կշարունակենք ներկայացնել Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության ոլորտները։ Ծանոթացեք Եվրոպական միության պատվիրակության աշխատանքներին մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Ցտեսություն։